Բարև բոլորին հայեր ջան, այսօր ուզում եմ խոսանք Ռեալ Մադրիդի կատարած տրանսֆերների մասին եւ գնահատենք այդ տրանսֆերները միասին։ Եկեք առաջնային եւ ամենավերջին տրանսֆերի մասին խոսենք, որը որ ամենաառաջինը պաշտոնական եղավ, բայց ամենավերջինը իր մասին խոսվեց եւ ամենաանսպասելին այդ տրանսֆերը կատարվեց, որովհետեւ գրեթե նրա մասին չէր խոսում, որ այս ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Ռեալ Մադրիդ եւ այդ ֆուտբոլիստն է Մարկ Կուկուրելյան։ Կուկուրելյան աշխարհի լավագույն զաղպաշտպաններից մեկն է իմ կարծիքով, ներկա պայդրությամբ լավագույնների top հնգյակում իմ կարծիքով կա ու ուղղակի շատ տաղանդավոր, շատ ունիկալ, շատ յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց իհարկե շատ կասկածելի կերպար է ինքը որպես մարդ եւ լիքը մինուսներ ունի որպես մարդ, մարդու տեսակ ընդհանրապես ես առասարակ ֆուտբոլում նայում եմ որպես ֆուտբոլային որակներ եւ խաղադաշտից դուրս թե ինչպիսի մարդ է նա իրականում։ Ինքը շատ վատ արտահայտություններ էր արել, մինչև Ռեալ Մադրիդ տեղափոխվել ամիսներ առաջ ապրիլի վերջում, եթե չեմ սխալվում, հայտարարել էր, որ ես ավելի լավ մազերս խուզեմ, քյաչալ դառնամ, քան տեղափոխվեմ Ռեալ Մադրիդ։ Она ձեր ծավը տանեմ, ու ես դիլմամ չեմ արել։ Պրոստո Եվ ամիսներ անց ինքը տեղափոխվում է Ռեալ Մադրիդ, եւ սա ֆուտբոլ է, սա է կոչվում ֆուտբոլ, այս յուրահատուկ տեղափոխությունները, այս տարբերվող տեղափոխությունները, որոնք որ հնարավոր են լինել ֆուտբոլում խոսքից թռնելը ու չգիտես ինչի, այս ամեն ինչը բնորոշ է Բարսելոնայի ակադեմիայի ֆուտբոլիստներին։ Իդեպ, այո, Բարսելոնայի ակադեմիայի ֆուտբոլիստ է եղել Մարկ Կուկուրելյան, Բարսելոնայի համակարգում է եղել, հետո արդեն խաղացել է իսպանական ակումբներում, խաղացել է վերջում Չելսիում փայլել է, իսպանական ակումբներում է նույնիսկ փայլել, երբ որ իսպանական ակումբներում էր խաղում եւ Ռեալ Մադրիդի դեմ էր խաղում ինքը, ես անձամբ շատ էի ցանկանում հենց Կուկուրելյանին տեսնել Ռեալ Մադրիդում, որովհետեւ իմ կարծիքով ինքը շատ ուժեղ ֆուտբոլիստ էր, բայց այդ ժամանակ ինքը իր վատ մարդկային կողմերը չէր ցույց դրել բոլորիս, բայց ունենք այնինչ ունենք, Կուկուրելյան Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստ է, պաշտոնապես, կարծում եմ այս տրանսֆերը հենց Ժոզե Մորինյոյի տրանսֆերն է եւ կարծում որ Ժոզե Մորինյոյի հետ քննարկումից հետո է նա որոշել տեղափոխվել Ռեալ Մադրիդ, որտեղ չեմ կարծում որ իրեն հաճելի կլիներ իր խոսքի վրից թռնել եւ տեղափոխվել Ռեալ Մադրիդ, մազերը չխուզելով եւ դառնալով Ֆրանսիայի ազգային հավաքանի ֆուտբոլիստ։ Այստեղ է շատ լավ։ Այս է սենց հումորային։ Եկեք գնահատենք վերջնական Մարկ Կուկուրելյայի տրանսֆերը։ Կարծում եմ իր արժեքի համար, որը որ ես կնշեմ հստակ թե ինչքան է ինքը արժեցել, ես մոտավոր եմ հիշում իր արժեքը, իմ կարծիքով իր արժեքի համար լավ զաղպաշտպան է, իր տարիքի համար լավ գումար ենք վճարել, նորմալ է, ոչ քիչ ենք տվել, ոչ պակաս, նորմալ իր գումարը վճարել ենք, ստացել ենք շատ լավ ֆուտբոլիստ է դիրքի համար, Պլյուս իսպանացի ենք ստացել, ոնց հասկանում Ռեալ Մադրիդը կենտրոնացած է արդեն չգիտես ինչու իսպանացիների վրա հնարավոր է անձնագրի հետ կապված, որովհետև եվրոպական անձնագիր չունեցող մարդիկ Ռեալ Մադրիդում, եթե չեմ սխալվում, պետք է լինեն 3-ը կամ 4-ը։ Այդ իսկ պատճառով Վինիցիուսը եւ լիքը մարդիկ, ովքեր չունեն օրինակ Եվրոպայից չեն եւ չունեն անձնագիր իսպանական կամ եվրոպական, նրանք գրանցվում են որպես ակադեմիայի ֆուտբոլիստ եւ հանդես են գալիս հավաքականում որպեսզի շրջանցեն այս օրենքը եւ չգիտեմ իսպանացի կարծում եմ իսպանացի նաեւ նրա համար են ձեռք բերում որովհետեւ Իսպանիայի հավաքականում ոչ մի Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստ չկար ներկա պայդրությամբ մինչեւ Կուկուրելյայի Ռեալ Մադրիդ տեղափոխվելը Իսպանիայի հավաքականում Իսպանիայի հավաքական աշխարհի առաջնությունում պայքարում էր առանց Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստների չնայած դրան որ կային մի քանի իսպանացի ֆուտբոլիստներ որ կարող են հրավիրվել Իսպանիայի ազգային հավաքական եւ օգնել իսպանացիներին 1-ից 10 բալային համակարգով Մարկ Կուկուրելյայի տրանսֆերը ես գնահատում եմ 8 Այն երկուսը աննատական իմ կարծիքն է, որ ինքը անձավորելով այդ մարդուն ես իրան չէի ցանկանա տեսնել Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստների ցանկում չէի ցանկանա տեսնել Մարկ Կուկուրելյանին, բայց ունենք այնինչ ունենք եւ ես նրան գնահատում եմ 10-ից 8 եւ վստահ եմ, որ նրա մոտ Ռեալ Մադրիդում շատ ստացվելու, բոլորս նրան հաստատ գովալու ենք շատ խաղերում, միանշանակ առանց քննադատությունների չի լինի, եթե վատ հանդիպումներ անցկացնի, որոնք որ լինելու են ես վստահ եմ, որովհետեւ ինքը ունենում է շատ ձախողած հանդիպումներ, բայց ես ավելի շատ իրանից տեսել եմ հաջողված հանդիպումներ, քան ձախողած։ Մարկ Կուկուրելյա Ռեալ Մադրիդ։ Հաջորդ ֆուտբոլիստը, ում մասին կուզեի խոսել, ով որ տեղափոխվել է Ռեալ Մադրիդ, դա Իբրահիմա Կոնատեն է, ով որ իր մրցաշրջանը ձախողել է Լիվերպուլում վերջին եւ կարելի ասել նենց չի, որ ինքը տենց շատ հաջող մրցաշրջաններ իրականում ունենում է, երկարաժամկետ առավել եւս, ինքը ինչքանա որ ես եմ տեղյակ, շատ տրավմաներ է առասարակ ստանում, նենց չի քիչ տրավմաներ ստացող ֆուտբոլիստ է ինքը, ինչ որ մեր համար այդքան էլ լավ չի
բայց Ռեալ Մադրիդը գնաց իր հետևից, որովհետև նա ազատ գործակալի հիմունքներ ուներ եւ Ռեալ Մադրիդը հնարավորություն ունեցավ նրան խլել Լիվերպուլի ձեռքից, որովհետև Լիվերպուլը նրան նոր պայմանագիր էր առաջարկում, չէր ցանկանում անվճար բաց թողել Կոնատեին, բայց Ռեալ Մադրիդը ավելի լավ առաջարկ արեց եւ նա նախընտրեց տեղափոխվել Ռեալ Մադրիդ անվճար, կարծում եմ անվճարի համար Իբրահիմա Կոնատեի մակարդակի ֆուտբոլիստի, ինչքան էլ ինքը վնասվածքներով լի է, այդ մակարդակի ֆուտբոլիստ շուկայում գտնել ինձ թվում է շատ բարդ կլիներ, ես չեմ փորձում արդարացնել, ես իմ գնահատականը կտամ այս տրանսֆերի, բնականաբար ես կնախընտրեի, որ մենք գումար տայինք եւ ավելի քիչ տրավմաներ ստացող եւ ավելի վստահ ֆուտբոլիստ տեղափոխվել Ռեալ Մադրիդ, բայց սա է Ռեալ Մադրիդի որոշումը եւ Ռեալ Մադրիդը ցանկացավ գնել Իբրահիմա Կոնատեին եւ Կոնատեի տրանսֆերը Կոնատեի դե մարդկային առումներով տենց պրոակտիվնի մարդ չի երևում, ոչ մի իր հետ կապված ինչ որ վատ լուրեր չկա։ Իմ կարծիքով Իբրահիմա Կոնատեի տրանսֆերը ես կցանկանայի գնահատել եւ գնահատում եմ 7 իս թվում է, ամեն դեպքում ես 7 եմ գնահատում, այս 7-ի մեծ մասը հաշվի առեք, որ դերախաղում այն փաստը, որ ինքը անվճար է տեղափոխվել Ռեալ Մադրիդ, որտեղ ես իր արժեքն եմ անպայման դիտարկում Ռեալ Մադրիդ տեղափոխվելու, թե որքան գումարի դիմաց է նա տեղափոխվել Ռեալ Մադրիդ։ Մյուս ֆուտբոլիստը, որ տեղափոխվել է Ռեալ Մադրիդ, որ ես շատ ուրախ էի, որի մասին որ ուղիղ եթերի ժամանակ, եթե չեմ սխալվում, ես իմացա, հենց ուղիղ եթերի ժամանակ Here we go Ֆաբրիցիո Ռոմանոն գցեց ու ես ուղղակի չափից դուրս, չգիտեմ, կուրաժի մեջ էի, ասես ռուսերեն ասած, ուղղակի շատ էի ուրախացել իր տրանսֆերից, որովհետև ես իրան դիտարկում եի որպես Ռեալ Մադրիդի նոր ֆուտբոլիստ, ես սպասում էի իրան նախորդ մրցաշրջանից, Դանի Կարվախալին ես անգամ էի նախորդ մրցաշրջանում չտեսնել Ռեալ Մադրիդում, որովհետև կարծում եմ, որ հենց այս օրվան են գալու, որ մեկը Կարվախալը հեռանալու է ու որ մի սեզոն շուտ գնար, հաստատ վնաս չէր տա, առավելևս մրցաշրջանի կեսը վնասվածքով է խաղացել։ Մարզիչների հետ նույնիսկ խնդիրներ ունեցավ, ավելի սիրուն նոտայի վրա կարող էր հեռանալ նա։ Ես դաժե ուզում էի նախանցած սեզոնում Դանի Կարվախալը հեռանալ, բայց քանի որ նախանցած սեզոնում սեզոնից առաջ ինքը ֆանտաստիկ մրցաշրջան էր անցկացրել 23-24-ում, նա ոնց որ համոզեց, որ գոնե մեկ մրցաշրջան էլ մնա, որից հետո միանշանակ բարձ դարձավ, որ նա պետք է հեռանա Ռեալ Մադրիդից, առավելևս Տրենտ Ալեքսանդր Արնոլդը էր տեղափոխվում Ռեալ Մադրիդ, եւ Դենզել Դումֆրիսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, այս վերջում չգիտես ինչու, այսքան ուշ պաշտոնական հայտարարությունը եղավ, Ֆաբրիցիո Ռոմանոն շատ ավելի շուտ էր Here we go-ն ասել։ Ես ուղղակի շատ ուրախ եմ այս ֆուտբոլիստին տեսնել Ռեալ Մադրիդում, ինքը տարիքով է 30 տարեկան է, մեզ պետք են այսպիսի տարիքով ֆուտբոլիստներ, ովքեր որ փորձառու են եւ կարիերային են իրանց վերջնա, իրանք առնվազն 3 տարի կարողանան խաղալ, այդ 3 տարին հաստատ Ռեալ Մադրիդին ինքը շատ հոգուտ է տալու ու նաեւ իր ներկայությունը նաեւ հնարավորություն կտա Արնոլդին հասունանալու ընթացքում ավելի հանգիստ լինել, որ չգիտեմ, երբ որ օրինակ Արնոլդի մոտ չստացվի, Ռեալ Մադրիդը կարողանա ավելի հանգիստ լինել, որ ունենք Դենզել Դումֆրիսը կփրկի մեզ ցանկացած սիտուացիայում, Արնոլդի մոտ եթե ինչ-որ բան չստացվի, բնականաբար Դենզել Դումֆրիսը հիմնականում դիտարկվելու որպես Պայեսթայնի տարբերակ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մրցաշրջանի սկսվելուց հետո Դենզել Դումֆրիսը կոնկուրենցիան հաղթելու է Ալեքսանդր Արնոլդի մոտ, եթե այդ կոնկուրենցիան արդար դատի Ժոզե Մորինյոն, ես անձամբ շատ եմ երջանկացել այս տրանսֆերից եւ այս տրանսֆերը ես գնահատում եմ 10-ից 9, այդ 9-ն էլ ես տալիս եմ ուշ թե 10-ի փոխարեն զուտ իր տարիքը, որ արդեն ուշ է, որ իրան կարելի է 2 տարի շուտ բերել, ես 2 տարի առաջվանից 3 տարի առաջվանից եթե չեմ սխալվում նույնիսկ ինձ ով որ շատ հին հետևորդներից է, իրանք հաստատ կհիշեին, որ ես Դենզել Դումֆրիսին շատ ավելի շուտ ժամանակներից եմ ցանկանում տեսնել Ռեալ Մադրիդում, բայց ունենք այն ինչ ունենք, լավ է ուշ քան երբեք, այնքան ուշ չէր որ երբեք լիներ, այնպես որ ես մենակ երջանիկ եմ, 10-ից 9 եմ գնահատում Դենզել Դումֆրիսի Ռեալ Մադրիդ տեղափոխվելը, բոլոր տրանսֆերների արժեքները կնշեմ, եթե տրանսֆերային արժեք առասարակ գոյություն ունի, օրինակ բնականաբար ազատ գործակալ Իբրահիմա Կոնատեն եւ արժեք չպետք է նշվել այդտեղ։ Ելով էր տեղափոխվել Ռեալ Մադրիդ, Դումֆրիսներ, Կոնատեներ, ով է Ռեալը։ Պաշտպան կենտրոնում բայկը Ռեալ։ Եվ Ռեալ Մադրիդի հաջորդ տրանսֆերն էր Բերնարդո Սիլվան, որը որ ինչ որտեղ սպասելի տրանսֆեր էր, որովհետև շատ էր խոսում Բերնարդո Սիլվայի Ռեալ Մադրիդ տեղափոխվելուց, բայց ես չէի ցանկանում Բերնարդո Սիլվային տեսնել Ռեալ Մադրիդում, որովհետև կարծում եմ, որ Բերնարդո Սիլվան ավարտված ֆուտբոլիստ է։ Եվ կարելի է Նիկո Պասին բերել կամ չգիտեմ մեր ունեցած ֆուտբոլիստներին օգտագործել, որովհետև կիսը պաշտպանություն դիրքում մեզ մոտ չափից դուրս շատ են ֆուտբոլիստները, բայց ինչպես երևում է Նիկո Պասի հետ կապված Ռեալ Մադրիդը Նիկո Պասը որոշել էր, որ ցանկանում է մեկ մրցաշրջան էլ մնալ Կոմոյում եւ Ռեալ Մադրիդին այդ տարբերակը ընդհանրապես չէր
գոհ հասնում, Ռեալ Մադրիդը ցանկանում է Նիկո Պասին հենց այս մրցաշրջանում տեսնել։ Ցավոք սրտի Նիկո Պասը ընտրեց այն տարբերակ, որ ինքը ուզում է մեկ մրցաշրջան է մնալ այնտեղ, եւ Ռեալ Մադրիդը որոշեց տակ Նիկո Պաս ուզում ես գնա ու Նիկո Պասը տեղափոխվեց Կոմո եւ Ռեալ Մադրիդը դրանից հետո հենց այդ որոշումը լսելուց հետո միանգամից անցավ գործի եւ Բերնարդո Սիլվայի տրանսֆերի հետ կապված իր աշխատանքները կատարեց եւ Բերնարդո Սիլվան Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստ է դարձել։ Ես Բերնարդո Սիլվային չէի ցանկանում Ռեալ Մադրիդում տեսնել, որովհետեւ իրոք չեմ կարծում, որ ինքը ամենաիդեալական տարբերակն էր, ու չէր կարելի ավելի լավ ֆուտբոլիստի գտնել Ռեալ Մադրիդի համար։ Իմ կարծիքով Բերնարդո Սիլվայի տրանսֆերը որպես անվճար տրանսֆեր վատը չի, որպես անվճար տրանսֆեր, հաստատ Ռեալ Մադրիդին ինչ որ մի քանի խաղերում օգուտ կտա, բայց ես կարծում եմ ինքը հիմնականում պայեստային ֆուտբոլիստ է լինելու, պայեստայինից է մտնելու Ռեալ Մադրիդին կրեատիվ տարբերակներ առաջարկելու մար խաղի ժամանակ, երբ որ կրեատիվի պակասություն լինի խաղադաշտում, բայց իմ կարծիքով Բերնարդո Սիլվան Ռեալ Մադրիդում համատած մնացած բոլոր տրանսֆերների երկար չի մնա, նախ տարիքի հետ կապված նա ամենատարեսն է, եթե չեմ սխալվում, մեր ներկա պայդրությամբ կատարած բոլոր տրանսֆերների ու առանձնապես կարծում իր խաղաժամանակի պակասը ազդելու է իր որակների վրա նաև ես չեմ կարծում որ Բերնարդո Սիլվան մեկտարկային կազմում կլինի գոնե 10 խաղ Ռեալ Մադրիդի կազմում եթե ինչ-որ լուր վնասվածքներ չլինեն այսինքն եթե բոլոր Ռեալ Մադրիդի կիսապաշտպանները առողջ լինեն ես Բերնարդո Սիլվային մեկտարկային կազմում տեսնում մոտավոր միջև 10 խաղի քանակով դուք հասկանում եք թե այս ինչքան քիչ է կտեսնենք արդյոք Ժոզե Մորինյոն ինչ պլաններ ունի Բերնարդո Սիլվայի հետ կապված որովհետև կարծում եմ, որ Բերնարդո Սիլվայի տրանսֆերն ինչ որ չափով Ժոզե Մորինյոյի տրանսֆերն է, որովհետև նախ պորտուգալացի, իսկ նույնիսկ եթե Ժոզե Մորինյոն ստեղ այդքան էլ չի ուզեցի իրան տեսնի, այլ Ռեալ Մադրիդի տրանսֆերն է, то Բերնարդո Սիլվան առնվազն իր կողմից հաստատ դիտարկել է, որ պորտուգալացու մոտ այդում եւ հաստատ հարաբերությունները ավելի լավ կլինեն եւ ավելի հեշտ կլինի իրանց շփումը, քան օրինակ այլ ցանկացած մարզիչի հետ կլիներ։ Բերնարդո Սիլվայի տրանսֆերը ես գնահատում եմ 10-ից 6, 10-ից 7 կուզենայի գնահատեի, բայց իմ կարծիքով որ Բերնարդո Սիլվան այդքան օգուտ Ռեալ Մադրիդին չի տալու ու ինքը այդքան լավ մարզավիճակում չի գտնվում, որ երևաց աշխարհի առաջնությունում եւ առասարակ Մանչեսթեր Սիթիի կազմում ինձ չէր տպավորում վերջի մրցաշրջաններում իր ցույց տված խաղը Ռեալ Մադրիդի դեմ իրականում այդքան վատ հանդիպումներ չի ունեցել ինքը Մանչեսթեր Սիթիի կազմում, բայց միևնույն է ես չգիտեմ սկեպտիկ եմ վերաբերում այս տրանսֆերին, չգիտեմ, ես այս տրանսֆերը կարող եմ համարել երևի վատագույն տրանսֆերը, որ Ռեալ Մադրիդը կատարել է, բայց մեր ունեցածների մեջ, ոչ թե որ պատմության մեջ, այլ առասարակ Ռեալ Մադրիդի այս մրցաշրջանում կատարած տրանսֆերերի մեջ կարծում եմ, որ Բերնարդո Սիլվայի տրանսֆերը վատագույն տրանսֆերն էր, ցած որ նայում ենք ամեն անունովը երևի հենց Բերնարդո Սիլվան է, բայց իմ կարծիքով ամենակիչ օգուտը հենց Բերնարդո Սիլվան է տալու Ռեալ Մադրիդին։ Տեսնենք ես ճիշտ էի թե ոչ, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, արդյոք իմ տեսանկյուններից որի հետ եք դուք համաձայն, որի հետ համաձայն չէիք, ումով կփոխարինեիք օրինակ մեր Ռեալ Մադրիդի տեղափոխված ֆուտբոլիստներից մեկի։ Գրեք արդյոք ցանկանեք հենց այն ֆուտբոլիստները տեղափոխվեն Ռեալ Մադրիդ, ովքեր որ տեղափոխվեցին, թե դուք օրինակ այդ նույն գումարի դիմաց կամ նույն տարիքի, նույն փորձ ունեցող ավելի լավ տարբերակներ կարող եք առաջարկել, որոնք որ գին որակ եւ տարիք փորձ հավասար բալանսով կլինեն եւ կհամապատասխանեն Ռեալ Մադրիդի որակներին։ Եկեք լավ մի փոքր Ժոզե Մորինյոյի մասին խոսենք։ Ժոզե Մորինյոնն էլ է վերջի Ռեալ Մադրիդի նոր տրանսֆերը։ Ես Ժոզե Մորինյոյին համարում եմ ավարտված մարզիչ։ Ես կարծում եմ որ Ժոզե Մորինյոն պարզապես որպես մարզիչ ավարտվել է ու չափից դուրս շուտ է ավարտվել, բայց ինքը դեռ շարունակում է պայքարել ինքը իր դեմ, բայց կարծում նրա մոտ չի ստացվում իր պայքարը, չնայած նրան, որ ինքը Պորտուգալիայի Բենֆիկայի ղեկին վատ արդյունք չգրանցեց որպես մարզիչ, բայց իմ կարծիքով դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև տեսել ենք թե նախորդ բոլոր ակումբներում ինչպիսի վատ ձևով նա հեռացել ակումբներից, բոլոր ակումբները իրան վճարել են հրաժարագին, որպեսզի նա թողի ակումբից գնա եւ ուղղակի ինքը շատ պլյուս է եղել այդ ֆուտբոլային ակումբների համար։ Ֆուտբոլային ակումբներից պլյուսով է դուրս եկել, իսկ ֆուտբոլային ակումբները միայն մինուս են ունեցել Ժոզե Մորինյոյի տեղափոխությունից։ Ես նույնիսկ իմ ուղիեթերներից մեկում, եթե չեմ սխալվում, տեսանյութ չէր իմ կարծիքով ուղիեթերներից մեկում ասել են, որ Ժոզե Մորինյոն Ռեալ Մադրիդի ղեկից հեռացվելու է այս տարվա մինչև դեկտեմբերի 31-ը։ Deadline որպես որ մի հատ դրանից բացի առանձին մի հատ ժամկետ էի ասել, որ
Եթե ոչ դեկտեմբերի 31-ը, ապա մինչև հունվարի 31-ը կհեռացվի, դա ամենավերջնաժամկետն եմ ասում, ամենավերջին։ Տեսնենք արդյոք այս հարցումը ես ճիշտ է թե ոչ, ես 10-ից 1-ից 10 բալային համակարգով Ժոզե Մորինյոյի տրանսֆերը երևի կգնահատեմ Ինչ է կատարվում աշխարհում։ 10-ից 6 իմ կարծիքով ավելի վատ կարող էի գնահատել ես Ժոզե Մորինյոյի տրանսֆերը, բայց այստեղ մի հատ բան կա։ Համեմատած Ժոզե Մորինյոն մնացած բոլոր հավանական գլխավոր մարզիչների, ովքեր որ կարող էին տեղափոխվել Ռեալ Մադրիդ, նա եղածներից ամենաձիգ տղեն է, Բարով է։ ով որ կարող էր Ֆլորենտինո Պերեսի դեմը իր առաջարկները անել, սա միակ պլյուսն է Ժոզե Մորինյոյի, մնացած բոլոր մարզիչների կողքը Ժոզե Մորինյոյի պլյուսը միայն դա է, եւ դա շատ մեծ դեր է խաղում, որ ես այստեղ իրան 6 եմ տալիս, ոչ թե 4 կամ 5։ Ժոզե Մորինյոն կարող է հանդերձանում մի քանի ֆուտբոլիստներին իրոք բուստ անել եւ նրանք ավելի բարձր որակի խաղան, սա էլ այդ 6-ի մեջ մտնում, սա այն պլյուսներն է, որով որ Ժոզե Մորինյոն հնարավոր է եւ նույնիսկ քանդի այն ֆուտբոլիստներին, ովքեր որ չես հասկանում լավ են խաղում, թե վատ են խաղում ու իրանց այդ ժամանակ երևա իրանք լավն էին, թե վատն էին։ Ժոզե Մորինյոյը իմ կարծիքով այդ ֆուտբոլիստների իրական մակարդակը կերևա, կամ նրանք ամբողջովին կտապալվեն, կամ լրիվ դուրս կգան նոր մակարդակի։ Ժոզե Մորինյոյի միակ գլխավոր իմ կարծիքով պլյուսը նա է, որ Պերեսի դեմը ինքը իր պայմանները դնելու է, չգիտեմ ինչքանով կատարվի, բայց դնելու է դա հաստատ, այլ մարզիչների հետ համատած, եւ լինելու է նորություն։ Չգիտենք այդ նորությունը կործանի Մադրիդին, թե կբերի լրիվ այլ մակարդակի վրա, դա ցույց կտա նոր մրցաշրջան է։ Ինձ խնդրում եմ մի հարցրեք, ինչ ես կարծում, Ռեալ Մադրիդը կհաջողի, թե ոչ, որովհետեւ սա իրոք գաղտնիք է ու հնարավոր չի կանխատեսել կոնկրետ հենց հիմա այսօրով ներկա պայծառությամբ Շատ բարդ է կանխագուշակում անելը, քանի որ Ժոզե Մորինյոն կարող է կործանել կամ էլ իրոք անսպասելիորեն ոտքի անել Մադրիդին։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, թե Ժոզե Մորինյոյի հետ կապված, թե տրանսֆերների հետ կապված, որ ներկա պայծառությամբ եղել են Ռեալ Մադրիդում, եւ ում կփոխարինեիք ումով այս ֆուտբոլիստերին մոտավոր նույն կատեգորիայի մեջ, որովհետեւ անհավանական բաներ եկեք չգրենք մեկնաբանություններում։ Ինչ ուզում է լինել, միշտ Մադրիդի կողքին ենք եւ Մադրիդ ցույց տուր, թե դու ինչ ես արժանի եւ ինչ կարող ես նվաճել, երբ որ դու բոլորից ուժեղ ես։